Ու չես հասկանում, ворցուկ, ինչ եմ կապել, որովհետև այնտեղ մարդիկ են, որոնք հենց սպասում են ինչ-որ բանի, որ խոսեն։ Ворցուկ, խնդրում եմ, հելոք նստի, ավելորդ հաչոցներ չանեք, մտնեմ ներս դուրս։ Հելոք ասացի, Ավրորա, դու էլ սուս մնա։ Խնդրում եմ, մնացեք խելոք, մտնում եմ դուրս գամ։ Քանի անգամ այն նստածը քեզ քարով խփե։ Ես հո գիտեմ, դու էլ լավ գիտես։ Ինչ ես հիմա հաչում։ Վերջացրու։ Ավրորա, մի հատ հաչոց եմ լսել, ձեռքիցս չես պրծնի։ Դու ինչ ես հաչում։ Ինչ ես հաչում։ Դու ինչ ես հաչում։ Ինչ ես հաչում։ Չգիտես, որ այդ հաչոցը ոչ մի լավ բանի չի բերում։ Զաբել մի հատ մի թող մամայիդ հաչի։ Խնդրում եմ, մինչև մտնեմ ներս դուրս գամ։ Կլինի։ Զբաղվեք, խնդրում եմ, ու մի հաչացեք, մինչև մտնեմ ներս դուրս գամ, լավ։ Եղավ։ Դե այնտեղ այս տունը, որ պատրաստել են, այնտեղ հիմա արդեն ամառ է, երեխեք, մարդիկ բավականին շատ են դուրս գալիս ու հենց այդ տան անդամները միշտ շներին լարում են, քարով խփում են։ Ինչը արդեն խնդիր է։ Առաջ այդտեղ բնակարան չկար, տուն չկար։ Մուտիկը, լունտիկը սպասում են, եկա։ Մոտեցեք, կերեք, հաչոցները դրել են, ինչ է խնդիրը։ Դե մոտեցեք, կերեք։ Հա, պուպուշս, դու էլ ենտեղ ես նստել լունտիկ, դե կգաս կուտես։ Ապրի լունտիկը, մուլտիկ դու էլ արի ու կեր, վերջ։ Այ, այդ հաչոցները ոչ մի լավ բան չեն խոստանում։ Իհարկե ես անմոռուկներ չեմ նկարի շունիկների, թուշիկներին կամ որևէ տեղ, բայց չենք մոռանում այսօրվա օրվա մասին, 1915 թվականի Եղեռնի մեծ ցեղասպանության մասին, ինչպես ասում են, հիշում ենք, չենք մոռանալու և պահանջում ենք։ Բլեքը, բրաունը և մալինան։ Ջուրն ու կերեկա, գնացեք ու կերեք, պուպուշներս։ Մինչև մի լույս ու բացվի և մի դուռ բացվի ձեզ համար, չգիտեմ։ Հույսով, մեծ հույսով, ամեն դեպքում սպասում եմ։ Գնացեք սիրուններս։ Դե հետ անցեք սիրուններս, այսպես շարքով կարգով գնացեք ուտելու, ես գնացի։ Հաջողություն, հաջող։ Գնա ворցուկ, ամեն օր ձեզ կերակրել գալուց, ահով եմ գալիս, հանկարծ միջադեպ չլինի, չվազեք, չհաչակ, ինչ-որ բան չլինի, արի Ավրորա, արի։ Շատ անհանգիստ ու տագնապներով լարված վիճակ է, մինչև ձեզ կերակրում ու գնում եմ, արի, ոտիկդ ինչ ես բարձած, լավ, դիր հլը, հա, լավա, դե արի, սպասում եք, իրենք համեմատաբար խելոք են, այս ամբողջ իրարանցումը առաջացնում է, ով, այո, իհարկե ворցուկ, այս մի աչկանի ворցուկ, այ ворցուկ, ես իսկապես դեռ այսպիսի խնդիր դրսում կերակրող կենդանիների շների դեպքում չեմ ունեցել, որ նման խնդիր առաջացնեն։ Կերեք, բարդ է, ոչ միայն հոգեպես, ֆիզիկապես, ֆինանսապես, բոլոր առումներով է բարդ, ամեն պահ ворցուկի գերակտիվության ես կանվանեի, որովհետև նա ընդամենը հաչում է, իսկ դե այո, շունը պետքա հաչա, բայց այստեղի մարդկանց դա չես բացատրի։ Հա, ворցուկ, չես բացատրի, ցավոք չես բացատրի։ Ու դա մեծ խնդիր է։ Կերեք։ Համփորձանք մնացեք, եթե հնարավոր է։ Բարև փիսիկ ջան, փիսիկներ, հենա, այնտեղա, կերերը այնտեղա լցրած, գնացեք կերեք, դու էլ, բոլորով, ահա ինչպիսի համերաշք ուտում են փիսոները, վախկոտն ու ագրավները,
Թռչունների, ագրավների շատությունը նայեք, թե ինչպես են եկել շունիկի հետ ուտում են։ Թողեց իր ագրավներին ու եկար, հա, դե լավ արի։ Իրականում քայլելուց տեսնում եմ, եթե դիմացը շներ են, անցնում եմ այդ ճանապարհով, եթե տեսնում եմ շատ մարդիկ են, նախընտրում եմ այդ կողմով չգնալ, որովհետև մարդկանց մեջ հաստատ լինում են ինչ-որ մեկը կամ մի քանիսը, որ ինչ-որ նայում են այսպես ստոպրակներին կամ ինչ-որ բան են ասում։ Իսկ շների դեպքում գնում եմ, որովհետև վստահ եմ, որ նրանց մեջ կլինեն սոված շներ ու ես կկերակրեմ։ Արի գնանք։ Այն կողմով էի ուզում գնալ, տեսա լիքը մարդիկ երեխեք են այս կողմով նախընտրեցի, գնացին։ Սևուկ, դու էլ ես գալիս, արի քեզ էստեղ տամ, դու չես կարող շների մոտ, արի։ Ու ես ինչ փիսոյի այստեղ եմ տալիս, ծծվում եմ, տեսնում եմ ինչ-որ հետևիցս ովքեր են, իմ մյուս գժերն են։ Արջուկը եկավ, դիպավ մռութով, դե արի լավ, եկեք գնանք ձեր մոտ, կերակրեմ։ Վախկոտ, հենա, այնտեղ կա, այնտեղ քեզ կա, ինչ ես վազում հետևիցս։ Արջուկը, սպիտակը, սևուկը, միկին էլ այնտեղ ա ուտում։ Պուպուշ, հելերեսի այնտեղ լցրել եմ, գնա կեր։ Միկի, գնա կեր, հերիքա նվնվաս։